Ես չգիտեմ ինչ կայի քաղաք։ Տեսեք, այս իշխանությունները խաղաղության են գնում եւ մտածում են, որ թուրքերի հետ հնարավոր է խաղաղություն։ Դուք որպես սահմանները պաշտպանած մարդ, թուրքերի ներեսարերես տեսած մարդ, իրենք կգնան խաղաղության։ Իսկ մենք ուզում ենք խաղաղություն, թե չենք ուզում, դες հարց եմ տալի։ Բայց խաղաղությունով կաղաչ ուզի։ Ես իսկ ինչ ունես պարտադրելու։ Դուք ուզում եք խաղաղություն, երիտասարդ, ասենք աղջիկ եք, բոլորս ուզում ենք։ Ուրեմն պետք է ձգտել խաղաղության։ Մեթոդները տարբեր են, ձևերը տարբեր են, բայց կուրծք ծեծեմ ու գնամ դա կեղծ է, դա կեղծ նարատիվներ են։ Դրանցով էլ մեզ Սպարապետը նաև ոգևորել այն ժամանակ էլ էր շատ դժվար հավատալ, որ կլինի հաղթանակ, բայց մենք ունեցանք այդ հաղթանակը։ Այդ մեր հենց ամբիցիաների ու դուխի շնորհիվ էր։ Հիմա եթե երկրապահն էլ ասում դե լավ ինչ կուրծեցեն։ Ես այն ժամանակվանից տեղյակ եմ ամեն ինչին։ Այն ժամանակ կար մեծ վերելք։ Ուզում եք Վազգենի խոսքերով ասեմ, պատերազմը մսխեց այդ բոլորը, հիմա պետք է կարգ ու կանոնի, օրենքի, կարգապահության երկիր եւ բանակ ստեղծենք, ցավոք սրտի Վազգենի հետ այդ բոլոր գաղափարները գնաց ջուրն ընկավ։ Իսկ եթե Վազգենը լիներ, Վազգենը չէր գնալու այդ կեղծ հայրենասիրության, կուրծք ծեծելով, մուշնուսասուն ազատելով, Վազգենի խոսքերն ասեմ, ֆիդայությունը մեր հպարտությունն է, բայց նաև մեր դժբախտությունն է, ֆիդային չի կարող երկիր պահել, ֆիդային բանակ չի։ Կազմավորված բանակի կողմնակից էր Վազգեն Սարգսյանը, բարձր որ կազմավորված բանակ էր։ Ըմբռնել էր դա 30 տարի առաջ, 35 տարի առաջ։ Բայց մենք ունենք ոնց որ թե տարածաշրջանի ամենամարտունակ բանակը եւ ուրիշ լեզվով ենք այն ժամանակ խոսում Ալիևի հետ։ Ասելով է, ես ասեմ աշխարհի ամենաուժեղ բանակն ունենք։ Ասելով չի։ Իսկ ով է տարածաշրջանի այդ բաները, տարերը, ով վերլուծեց համեմատեց։ Վարչապետ Փաշինյանն է ասել։ Դե հիմա հերո է եղել բանակից, կարող է ասել է նման չի։ Մենք բանակի մեջ ենք եղել, մենք տեսել ենք։ Եթե բանակը թալանվում է, եթե երկրի նախագահի, նախարարի, պատգամավորի տղան չի ծառայում այդ բանակում, օլիգարխի տղան չի ծառայում, կուսակցափետերի տղաները չեն ծառայում, ոնց կարող է այդ բանակը մարտունակ լինի։ Եթե իմացել եք, որ դա գողացվում է, հագուստը գողացվում է, զենքը գողացվում է, երբ որ արկը չի պայթում, հրթիռը չի թռնում, տանկը խոդի չի ընկնում, ակումուլյատոր չունի կամ բենզինն է գողացված, ոնց կարա մարտունակ լինի։ Գողացել է ամենը։ Այն մարդիկ, ովքեր կանգնած են եղել բանակի կառավարման լծակների վրա բարձր դիրքերում։ Ինչի ձեռքը չեք բռնել այն ժամանակ։ Կամ հիմա ինչի չեն բռնում այն ժամանակվա թալանչի։ Ձեռք բռնողներն էլ էին վերևում։ Այդ ձեռք բռնողների թույլտվությամբ են նրանք արել գիտությամբ։ Կլանային։ Հիմա իշխանությունն է փոխվել, հիմա ինչի չեն պատժում, եթե իսկապես թալան է այս Հիմա չեք համատի։ Կա թալան։ Դուք ինձ սադրում եք, ես հիմա բանակում չեմ։ Պատասխաններ ստանամ, լրագրողի գործը հարց տալ եւ պատասխաններ ստանալ։ Ես պահեստազորում եմ, ես չեմ կարող ասել, բայց որ բանակը ակնհայտ առաջ է, այո։ Ավելի առաջակ այն ժամանակ։ Այո։ Ոնց է որ այն ժամանակ հաղթում ենք, հիմա պարտվում ենք։ Այն ժամանակը երբ նկատի ունեք, երբ եք հաղթել։ Մինչև 2018-ը։ Եվ դուք հաղթանակած բանակ եք, հա։ Դուք այդ կարծիքին Երբ եք։ ենք պարտվել, դե ասեք որտեղ ենք պարտվել։ Պարտվել ենք, երբ որ ասեցի, կուսակցափեդեր, օլիգարխներ, падգամավորներ, նախարարներ, նախագահներ, ոչ մեկի զավակը չի ծառայել, այդտեղ ենք պարտվել։ Այդտեղ ենք պարտվել։ Եթե ես ասում եմ, բանակը պետք է ուժեղացնենք, պահենք, բայց իմ տղային պահում եմ, ոնց կարող է նման բանակն ուժեղ բանակ լինի։ Դա կեղծ բաներ է։ Ինքը շատ ուզում մի ասա այդ մասին։ Խոսես ասում է։ Մի ասա։ Տղեն Ամերիկա եկել ստե հայրենիքի համար ապրում էր Ամերիկայում, եկել է զոհվել է։
Ստեղ զոհվել է իրոք հերոսաբար հադրութում ինքը մեկ քիչ ասեմ էլի մի քիչ նիկոլական է ինքը մեկ քիչ մենք ընդդիմադիր ենք շատ է նկատի դրա համար լավ